Ասֆալտ չկա, բան չկա, եկու ծանձրևներն սկսված։ Սա փոսերը բանկի է մնաշտում։ Անձրևից առաջ հալած ձյունն է Շիրակացի փողոցի տարբեր խորության ու մեծության փոսերն ի հայտ բերել։ Մի մասն էլ աշնանը կոմունալի աշխատողներն են փակել։ 4 կիլոմետր երկարության փողոցում կատարված փոսային նորոգումների կողքու բոլորն է սկսել ճաքիր բացվել ու քանդվել։ Գյումրիի ոչ միայն ամենաերկար, նաև ամենաբանուկ փողոցներից է։ Շիրակացիով են անցնում ծանրաքաշ ու խոշոր այն բեռնատարները, որոնք հատում են հայ-վրացական սամանը, ելում ու տանում Բավրայի անցակետով։ Ծանրաբեռնված փողոցի համար հատվածական ու ընթացիկ նորոգումները մեծ հաշվով բան չեն փոխում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ամենավատ խնամված փողոցներից մեկն է, ավերված փողոցը։ Որ մակրենից տեգենցպես նա սիրունես տոմիկ մոմիկ անեն մարտի կայլասկով փողոցով կասնին տառնան։ Հաճորդիկ տված որ մարտը մայթով կել է։ Միջպետական նշանակության փողոցը մայթերով հիմնանորոգման ենթակա այն ճանապարհների շարքում է, որոնք փողոցաշինական ծրագրերում վերջին տարիներին չեն ընդգրկվել։ 4 կիլոմետրից 1.5 կիլոմետրը հիմնանորոգվել է 10 տարի առաջ, որի համար պետական բյուջեի գումարներն են ծախսվել։ Իսկ մնացած 2.5 կիլոմետրի կապիտալ նորոգման համար 2024-ի մայիսին Գյումրիի ավականին ուղերձով դիմել էր կառավարությանը, խնդրանքով պետական միջոցներ ուղղել Շիրակացի փողոցի ասֆալտապատմանը։ Ուղերձին այդ ժամանակ ընթացք չտրվեց, ենթադրելի է քաղաքի կառավարման համակարգում առաջ եկած անհամաձայնություններն էին նաև պատճառը։ Մեկ տարի անց Շիրակացի փողոցի հիմնանորոգումը դարձյալ հայտնվել է հրատապ խնդիրների ցանկում։ Այդ փողոցի աշխատանքները ներառվել են պետական ուրեմն բյուջեի ֆինանսավորման ծրագրում եւ պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ հիմա առաջիկայում կմեկնարկի նաեւ բուն շինարարական գործընթացի մրցույթային փուլը եւ առաջիկայում նաեւ շինաշխատանքներ կմեկնարկեն այդ փողոցում, որը Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է։ Շինարարությունը սկսելու հստակ ժամկետներ նախարարը չի մատնանշում, բայց վստահեցնում է, որ շինմրցույթը շուտով տեղի կունենա։ Ըստ այդմ էլ աշխատանքների մեկնարկը չի ուշանա։ Միջպետական ճանապարհի տարանցիկ մաս համարվող փողոցի 2.5 կիլոմետրի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերը կազմվել են մոտ 2 տարի առաջ, որի համար Գյումրիի բյուջեից հատկացվել է 15 միլիոն դրամ։ Այդ հատվածում ջրահեռացման եւ ջրամատակարարման ցանցն ամբողջությամբ փոխվել է։ Հիմնանորոգման ծրագրի համար ըստ նախագծի պետական միջոցներից կծախսվի 1.5 միլիարդ դրամ։ Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի մեկնարկի ու ավարտի ժամկետների խախտումներն էլ պատճառ դարձան, որ անի թաղամասի փողոցներն ու նրբանցքները մնան հիմնանորոգման սպասելիս։ Հիշեցնենք, փողոցաշինական մեծ ծրագիրն իրականացվելու է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ անի թաղամասի 34 փողոցների կապիտալ նորոգման 11 միլիոն եվրո արժողության ծրագրի նախագծերի մրցույթներն ավարտված են, իսկ շինարարի մրցույթները նոր են մեկնարկելու։ Ձեր նշած թաղամասի մասով է սպային խճապատման աշխատանքներ են իրականանում եւ առաջիկայում նաեւ բուն շինարարական process-ը կմեկնարկի, այնպես որ այս թաղամասը, ինչպես Գյումրիում այլ թաղամասեր, նորմալ տեսք ունենան գյումրեցիներին արժանի միջավայր կդառնան։ Տարբեր ֆինանսական աղբյուրներով, ինչպես նաև պետական միջոցներով իրականացվող շինաշխատանքների նկատմամբ նախարարը շեշտում է, որ խիստ վերահսկողություն է տարվում։ Վերահսկողական խստացված մեխանիզմը գործում է նաև սուբվենցիոն ծրագրերի համար։ Այսուհետև պետական եւ համայնքային բյուջեի ֆինանսավորման բոլոր փողոցները պարտադիր պետք է նմուշ առում արվեն նաև պետական ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում, ինչը հնարավորություն կտա մեզ էական մեղմել ուրեմն թերությունները եւ վերջնարդյունքում ճանապարհները եւ մեր մյուս շինարարական օբյեկտները շահագործման հանձնել լավ վիճակում։ Տասնյակ շինարարական օբյեկտների շինարարները չեն վճարվել թույլ տված թերությունների ու անորակ աշխատանքի համար։ Ոչ միայն փողոցաշինությանն է սա վերաբերում։ Թերություններով ու նորմերին չհամապատասխանող կառույցների շահագործումն արգելվում է, քանի դեռ շինարարը չի վերացնում անորակությունները։ Մարինե Դերբենյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։